Նոր ասում ես մեռել, հետո էլ ասում ես եկել, Դու լրիվ խելագարվել ես այդ տղա, չեմ հասկանում, ցնդել ես։ Այն օրը, քաջիկ, քո տան մոտ Աշոտը չի եղել, Աշոտի տղեն ա եկել, Աշոտի տղեն, դու ես զանգել ինձ ասել։ Հա, Աշոտի տղեն։ Մեկ ասում ես մեռել ա, մեկ ասում ես եկել ա, աչքիդ տեսիլքներ են երևում, մարդիկ են գալիս գնում, նայած թե այդ օրը ինչքան ես խմած դիմում։ Այդ օրը Հայկն ա եկել քո տան մոտ, Հայկը։ Էլի եմ ասում, դու ես զանգել ինձ ասել։ Անուղեղ։ Մի հատ էլ ասեմ, որ մտնի, ես ուղեղդ մտնի։ Քո դարդը Աշոտն ա, հա? Աշոտն ա քո դարդը։ Ես ոնց որ ճիշտ պահի եմ եկել, հա? Հորիցս էիք խոսում, ինչի դադար տվեցիք։ Սակո ասում էի, չէ՞։ Ասում էի, որ հետևից զանգ է։ Տես, որ ասում էի, Սակո։ Սուս մնա, քաջիկ։ Սակո, իմ ու քո հետևից ա եկել, Սակո։ Քաջիկ հանգստացի ասում եմ։ Ինչի ես եկել։ Քեզնից շատ ես չեմ ուզում քո հետ գործ ունենամ։ Բայց հարց ունեմ, որի պատասխանը մենակ դու գիտես։ Տես հա, Սակո, բա որ ասում էի, Սակո։ Քաջիկ, եթե դու մի անգամ էլ խոսես, ես չգիտեմ քեզ ինչ կանեմ։ Սակո, ես իմ ու քո պատիժն ա, Սակո, իմ ու քո պատիժն ա։ Արմո։ Ամեն ինչ նորմալ է, ձեզ Սակո։ Արմո, մի հատ տաքսի կանչի քաջիկին գյուղ ուղարկի։ Գնա։ Արի ձեզ քաջիկ։ Թող։ Քո օգնության կարիք չունեմ։ Սակո, ես քո հետ խոսալու բան ունեմ։ Արմո, տար։ Սակո, ես կգնամ, բա դու ուր ես գնալու, ուր ես փախնելու, Սակո, Ձեզ քաջիկ, արի։ Սակո, ուր ես փախնելու, Սակո։ Հիմա անցնեմ քեզ, Մարգարիթ հոր։ Դու գոնե ստեղ գալուց առաջ մտածել ես, հա? Մտածել ես, որ կարող աստեղից ողջ դուրս չգաս։ Բայց բախտավոր աստղի տակ ես ծնվել, հա? Ում ես լավություն անել, որ վրամը ստեղ չի, թե չէ։ Քո դիմաց են առաջվա երեխեն չի կանգնած, որ ինչ ասես գլուխս կախ լսեմ։ Ու չմտածես, որ քեզանից պիտի վախենեմ։ Ուր ա հայրս։ Ու հեքիաթներ չպատնես, որ տեղյակ չես։ Որովհետև եթե եկել հասել եմ ստեղ, ուրեմն վստահ եմ, որ հորիցս տեղեկություն ունես։ Հերս ուր ա։ Այդ Աշոտն էր ուղարկել տղուն։ Հա, Աշոտն էր տղուն ուղարկել իմ հետևից։ Ձեզ քաջիկ, սպասի, ես տաքսիդ կհասնի։ Դու էլ չես հավատում, չէ՞։ Աշոտը մեզ չի ներդրամել, տղուն ուղարկել ա մեր հետևից։ Այդ Աշոտն ով ա որ ձեզ ների։ Այդ ձեզ Սակոն պետք է մտածի, ների դրան, թե չների։ Չէ, Սակոն ա մեղավոր։ Սակոն, ես եմ մեղավոր։ Ես դրամ էլ տղուն ուղարկել եմ։ Ես կամ տարի, ես ծանր բեռ է, ոնց եմ ես տարի, ոնց եմ ապրե։ Արմո, ես չեմ ապրե։ Սակոն ապրում ա։ Արմո, դու կիմանաս, Սակոն ոնց ա ապրում։ Այդ ծանր բեռը վրեն ոնց ա ապրում։ Ինչ բեռ, ձեզ քաջիկ։ Չեմ կար ասեմ, չէ, իրավունք չունեմ, էլ չեմ դիմանում։
Էլ չեմ դիմանում Արմա, ուզում եմ մեռնեմ, որ Աշոտի անեցքարիցս դուրս գա։ Արի գնանք։ Չէ, գյուղ չեմ ուզում գնամ։ Գյուղ չեն գնում, արի գնանք։ Չէ, գյուղ չեմ ուզում։ Դու այդ բերթերում ոնց որ շատ ես նստել մի քիչ ցնդել ես։ Վստահ եմ չես մոռացել հորդ պատմությունը, երեխա ես եղել կհիշես։ Ոնց որ ստեղ քեզ համար հարցեր բարձելու տեղ չի։ Դուրս արի գնա ստեղից քանի համբերությունս չի հատել։ Ես հիշում եմ։ Ամեն ինչ եմ լավ հիշում։ Բայց այդ իմ հարցի պատասխանը չէր։ Ես հստակ ինֆորմացիա ունեմ, որ մենակ դու ես հորիցս տեղյակ։ Ես հորդ պահակը չեմ է։ 10 տարի առաջ տղա ջան հերդ թքեց մեր ընկերության վրա։ Ու ես դրանից հետո հորդ ընտանիքն էլ, տոп ձեր գերդաստանն էլ ջնջել եմ իմ կյանքից։ Մի օր ժամանակ եմ քեզ տալիս։ Վաղը գալու եմ հարցերիս պատասխանների հետևից։ Ինձ իմ հերն է պետք։ Ես էլ չեմ ուզում քո հետ գործ ունենամ, դու էլ չես ուզում իմ հետ գործ ունենաս, չէ՞։ Հորս տեղը որ ասես, կմոռանամ քո ասեն։ Մտածի։ Ես քաջիկ։ Ասում ես ինչ ա եղել այդ Աշոտի հետ կապված։ Ախր ձյաց քաջիկ։ Այդ Աշոտի տղեն քո աղջկան ա սպանել։ Փոխանակ դու դրա հետ հարց ունենաս, մի բան էլ նենց տպավորությունա, որ վախենում ես դրանից։ Արփին ու Կարուն իմ ու Սակոյի մեղքերի համար են պատասխան տվել Արմա։ Աստված չներեց։ Աստված մեր երեխեքի հետ նենց վարվեց, ոնց որ մենք Աշոտի հետ վարվեցինք։ Այսինքն, ինչ եք արել։ Ձյաց քաջիկ, Արփին ու Կարոն հիմա չկա։ Աշոտն էլ Լալայի հետ այն։ Չէ։ Լալայի չի։ Աշոտը հողի տակ ա։ Հողի տակ ա։ Մամ, ես գնացի։ Վրան սպասի։ Արդեն գնում ես։ Հա, ինչի։ Մի քիչ լավ չեմ, չգիտեմ հետս ինչա կատարվում։ Զանգեմ Նարենգա։ Չէ, պետք չի, այդքան էլ վատ չեմ։ Մամ, շտապ օգնություն զանգեմ։ Չէ, բալես, պետք չի տապօգնություն կանչել,
Այ, չգիտեմ, բայց ինչ է հետս կատարում։ Բայց ինչի՞ չես ուզում շտապ օգնություն զանգեմ։ Դե վատ եմ, բայց այդքան էլ վատ չեմ, որ շտապ օգնություն կանչես։ Ուղղակի սիրտս արագ է աշխատում։ Ոյ, մի հատ ինձ ջուր կբերես, Վալիս։ Հա, կբերեմ, բայց նստի։ Ես ու Սաքոն ենք սպանել Աշոտին։ Աշոտը մեզ ընկեր էր ասում Արման։ Սպանեցինք ու թաղեցինք անտառում։ Լալային Սաքոն է ուղարկել։ Ոչ մեկ դրա մասին չգիտի։ Ես ու գիտեմ։ Ու այդ օրվանից հետո կյանքս դժոխքի վերածվեց։ Չեմ կարում ապրեմ։ Արմո։ Երախուս մայից հետո Մարգարեն գյուղում տեսնում էր գլուխը կախում էր։ Ես է գլուխս էի թեքում։ Ինքը մտածում էր ես իրան եմ մեղադրում։ Բայց ուշ չէի գտնում մեջս ասեի, որ այդ երեխեքը, որ աններ են մեծանում, անհեր ես ու Սաքոն եմ թող։ Այդ մարդիկ, որ քոտան մեջ մարգար պապ հաց էի գտնում։ Հաստորեն դու Սաքոն Հայկի հորը սպանել եք, հա? Սպանել ենք, Արմոջան, սպանել ենք։ Ունենց Սաքոն հպարտությամբ էր քայլում գյուղում, ոնց որ ջուտասատ կացրե ոչ թե մարդ։ Այս նորություն էր։ Սաքոնից մենակ է թողել։ Սաղ մեղքը խղճիս վրա է թողել։ Արմո, Սաքոն իրան սխալ է պահեմ։ ես էլ եմ մեղավոր։ Ես հո գիտեմ, դուր դրան վրա եմ մեծացել։ Տեսել եմ, թե դու ինչ արդար մարդ ես, լավ ընկեր ես։ Բայց այդ արդարությունն է էլի։ Հենց արդարությունն է, որ չեմ կարողանում համակերպեմ այս ամեն ինչի հետ։ Ու ինչ ստացվեց, Արմո։ Սպանեցինք, թաղեցինք, հանգիստ եկանք գյուղ։ Ու գտես ինչն էր ցավալի, որ նա էլ մեր գյուղում Աշոտի ընտանիքը հերնում էր երեխեքը գլուխները կախ էին։ Ու ես տպավորություն էր, որ հանցանք են գործել։ Ես ու Սաքոն հպարտությամբ քայլում էինք։ Կարծես ոչ մի բան չէինք արել։ Մենք մարդ չենք։ Արմո, մենք շատ վատ մարդ ենք։ Սաքոյ ցույց չկա։ Ես գյուղ եմ գնում։ Գյուղ եմ գնում։ Ես հիմա տաքսիդ կկանչեմ։ Ձեզ քաջիկ, երբ կարիքը զգաս, անպայման ինձ կզանգես։ Ես հիմա հեռախոսիդ մեջ համարած կգրանցեմ։ Դու էլ իմ հոր պես ես, հորս պես սիրում ու հարգում եմ քեզ։ Դու լավ մարդ ես։ Ինչ որ պետք է ես քեզ կօգնեմ։ Ես հստակ ինֆորմացիա ունեմ, որ մենակ դու ես հորիցս տեղյակ։
Մի օր ժամանակ եմ քեզ տալիս։ Վաղը գալու եմ հարցերիս պատասխանների հետևից։ Ինձ իմ հերն է պետք։ Ձեզ քաջիկ, զանգում են։ Ասում եմ զանգում են, ձեզ քաջիկ։ Սաքունը։ Սաքունին չի զանգում։ Սաքուն ձեռները լվացել է։ Դու ես քեզ կօգնեմ։ Բարձրախոս միացնեմ, որ ավելի հանգիստ խոսես։ Քաջիկ, ուր ես։ Ինչ ա եղել։ Ինչ ես ուզում։ Տեղը 10-ը գալիս եմ։ Ինչի համար։ Այդ տղա քեզ ասում եմ տեղը 10-ը։ Ձեզ Սաքո իմ հետ է։ Օֆիսի դիմացի այգում ենք։ Լավ չես զգում իրան։ Ասեցի մի 2 րոպե նստենք, կարգավորվի նոր ճանապարհը։ Լավ, գալիս եմ։ Սան։ Ոնց ես։ Հրաշալի։ Պարզա դեռ նեղացած ես։ Ոնց անցավ Նարեի հետ հանդիպումը։ Լավ է Լիլիլ։ Դու հասկանում ես, չէ, եթե լուրջ չլիներ Նարեի վիճակը, ես չէի գնա։ Թե չեն հենց ես էլ լավ էի։ Քեզ ինչ ա եղել։ Ոնց։ Առավոտից սուրճ չէի խմել։ Գլուխս պայթում էր։ Նորմալ մարդավարի պետքա գնայինք միտեղ խմեինք սուրճ, մի անգամ գոնե մեր ֆորմաներով չպետքա լինեինք։ Ոնց կլինի գնացիր Նարեին տեսնես։ Լիլա, Աստված տա, քո ամենալուրջ խնդիրը էս տեսակ է լինի։ Բայց ասում ես վատ էր, ինչ էր եղել որ։ Դե անձնականի հետ էր կապված։ Հայկի հետ կապ ունի։ Լիլ, Նարեն ու Հայկ իրար հետ կապ չունեն։ Ասում եմ Նարեի անձնականի հետ էր կապված։ Դե ուրեմն հետաքրքիր չի, եթե Հայկի հետ կապ չունի։ Ուզում ես ասել Հայկի հետ կապված, որ լիներ հետաքրքիր էր։ Հա բա ոնց։ Այսքան ժամանակ ասում եմ սիրահարվել եմ, չես հավատում։ Դե ոնց ասեմ, կհավատայի, եթե մինչև Հայկը մի քանի հատ է սենց դեպք չլիներ։ Ուզում ես ասել շատ եմ սիրահարվում։ Չէ, հենց այդ է խնդիրը, որ չես սիրահարվում։ Ուղղակի հենց սիրուն ու մի քիչ խելացի տղա ես տեսնում, մտածում ես այնպես անես, որ դու սիրահարվես, ինքն էլ քեզ սիրահարվի։ Ես արդեն հասկանում եմ դու խոսակցությունը ուր ես տանում, բայց կլինի էլ չշարունակես։ Բայց հասկանում ես, չէ՞ որ ճիշտ եմ ասում։ Չէ, ճիշտ չես։ Լիլ, եթե քո կյանքում հանդիպել ա մի չստացված կերպարով, որ տենց մանկամիտ ա, մտածել ա, որ ինքը տենց շատ տղամարդկություն ունի, այդ չի նշանակում, որ այդ մարդուն ինչ-որ բան ապացուցելու համար պետք է ինչ-որ բաներ անես։ Ինչի՞ է քեզ թվում, որ ես չեմ կարա սիրահարվեմ։ Հա՞։ Չեմ կարա սիրահարվեմ ես էլ Սոն։ Նորմալ է ամեն ինչ։ Մի քիչ լավ չէր զգում իրեն։ Ասեցի մակրոթին նստենք կարգավորվի նոր ճանապարհը։ Արմոյս ընթացքում ինչ-որ բան ա խոսել, հա։ Առանձնապես ոչ մի բան։ Ինչ որ բաներ էր ասում, տենց էլ բան չհասկացա։ Հաստատ բան չի ասել։ Ձյացակում այդ վիճակին նայ։ Ինչ պետք է ասեր։ Լավ, Արմո, դու
Գնա ջուր բան բեր կամ դեղատնից ինչ որ տեղ բան սրան ուշքի բերենք։ Լավ։ Հաջիկ։ Վերքած։ Վերքած հլա։ Լսում ես ինձ։ Ինչ ես խոսել Աշոտի տղու մոտ։ Քեզ եմ հարցնում, ինչ որ բան ես ասել դրան։ Ինչ ես ասել այդ տղա։ Որ բան ասած լեին հերսս կան ծանր չերնի սակվա։ Դա ինչ է եկել ասում, ինչ որ բան գիտեմ ես իր հոր մասին, հա։ Քեզ հեքիաթներ պատմում ինձ։ Խոսա, ինչ որ բաներ ես ասել։ Խմած կարող է որ գյուղերեք ինչ որ բան ես խոսել։ Չէ, սակո բան չեմ ասել։ Ինչ չես ասել։ Բա ո՞նց է կասկածում, հա։ Ո՞նց է եկել ասել, որ ես իր հորից տեղյակ եմ։ Եթե ես չեմ ասել, ուրեմն դու ես ասել։ Ոչ ոք չգիտի ես ամեն ինչի մասին, Քաջիկ։ Ոչ ոք։ Դերիկա։ Քո մեղքներ 10 տարի ուսերից վրա ման եմ տալիս սակո։ Հա, կուզեի ասեի։ Կուզեի այդքան ուժ գտնեի մեջս ու ասեի։ Բայց չեմ ասել։ Ասեի, որ գոնե Աշոտ ինձ հանգիստ թողե, որ կարենայի մի օր գոնե հանգիստ գիշերը քնեի։ Սակո, ես ու դու մարդ չենք, ես ամանչում եմ իմ փոխարեն, գետինը մտնեինք ավելի լավ, Սակո։ Թողոքի քեզ այդ տղա։ Ու մենակ քո տեղը գետինը մտի։ Եթե ես իմացել եմ Քաջիկ, եթե ես իմացել եմ դու ինչ որ բաներ ես խոսել, չէ՞, ես չգիտեմ ինչ կունեմ։ Գիտեմ, տեսել եմ ոնց ես կարող անես, տեսել եմ։ Տարածքում դեղատուն չկար, մտածեցի Սրան տուն ճանապարհի։ մի քիչ չդզվի նոր։ Անհույս է, Արմո, անհույս է։ Ճանապարհի թող գնա։ Եթե մի քիչ մեջդ մարդ լիներ, ներսդ քանդված կլիներ։ Երևի ճիշտ ես դեդ Սակո։ Ես իմ ավտոյի հարցը լուծում։ Լիլի, եթե դու սիրահարվես ու աղբորս հետ լինես, ես մենակ ուրախ կլինեմ անկեղծ։ Ես հո քեզ լավ եմ ճանաչում։ Ուղղակի ինչ այդ հիմարի դեմքը պատռվեց, դու ամեն ինչ անում ես, որ իրան ապացուցես, որ դու լավն ես, որ քեզ էլ կարան սիրեն։ Բայց դու չես հասկանում, որ այդ ապացուցելու բան չի։ Դու իրոք շատ լավն ես, շատ սիրուն ես, շատ խելացի ես, կայացած ես։ Ու ես չեմ հասկանում, ինչ ես մինչև հիմա գլխումդ իր հետ կռիվ տալի։ Թե որովհետև ինքը ինձ ասաց, որ ընկերություն անում հետս, որ ինձ լավ զգամ։ Ես ինչ իմանայի, որ ինչ որ աղջիկ կա, ում հետ լուրջ շփվում է։ Եկել ինձ ասում է, քեզ նայի, իրան նայի, ես ոնց կարամ քեզ սիրեմ։ Ու ես չնեղվեի։ Հետո Լիլ, դու քեզ հայլում ես չես տեսնում, թե քեզ լավ չես ճանաչում, որ պետք է այդ հիմարի ասածներով քեզ ճանաչես։ Ես որ դրան հիշում եմ, ալերգիա սկսում է։ Ախր քո կողքը ինքան լավ տղաներ կան, ուղղակի դու սենց ստանդարտ ես ստեղծել ու փորձում ես բոլորին այդ ստանդարտով չափես։ Ով չի համապատասխանում, ուրեմն չես ուզում, բայց այդ ստանդարտներն էլ դու չես ստեղծել քո սիրելով։ Այլ ինչ որ բան ապացուցելու համար ես ստեղծել։ Հա դե ինչ վատ կլինի ապացուցեմ համ էլ տալս դառնաս։ Լիլ, դու քեզ չես կորցնում։ Համ տխուր ես, համ կատակում ես։ Բարի օր ապեր։ Լսի, դու փաստաբան ծանոթում ես, չէ՞։ Կարաս ինձ օգնես, փաստաբանական խորհրդատվություն է ինձ պետք։ Ասա քերի։ Ինչ եղավ Հայկ։ Հայկ։ Ասում ինչ եղավ, ինչ խոսացիր, ինչ ասեց։ Ոչ մի բան էլ բարձ չդարձավ։ Բայց ես հələ բաներ կա չեմ ասել։
Ձեզ էր պակասում։ Էս էր վա։ Ալո, լսում եմ։ Բարև ձեզ։ Ինձ ձեր համարը տվել են իրավաբանական խորհրդատվության համար։ Լևոնն է տվել։ Զգուշացրել է արդեն։ Ճիշտն ասած ինձ մի հարց էր հետաքրքրում։ Եթե մեկը 10 տարի առաջ մարդա սպանել ու ինչ պատճառներով չի բացահայտվել, իրան հիմա ինչ պատիժ է հասնում, ըստ օրենքի։ Վաղեմության ժամկետը գոյություն ունի, իսկ դա որոշվում է սպանության հանգամանքներով։ Ծանր հանցանքի վաղեմության ժամկետը հենց 10 տարի է, բայց այս խոսքով չենք կարող որոշել հանցանքը ծանր է թե ոչ։ Այդ պետք է քննվի, եթե առանձնապես ծանր հանցագործությունն է, անգամ վաղեմության ժամկետն անցնելուց հետո դատարան կմտնի գործը։ Իսկ ինչ պատիժ է ենթադրվում։ Էդ էլ չեմ կարող ասել, որովհետև գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ըստ հանցագործության ծանրության կարող է նաև ցմա դատապարտվել։ Այստեղ էլի բաներ կան, ես չեմ կարող հեռախոսով ճշգրիտ ինֆորմացիա տալ։ Օրինակ, եթե այդ 10 կամ 15 տարիների ընթացքում թեկուզ փոքր հանցանք գործած լինի մարդը, այստեղ նախքին հանցանքի վաղեմության ժամկետը ոչ մի դեր չի խաղա։ Լավ, շնորհակալ եմ։ Եկար ընկար ձեռիս մեջ ձյաց սակո։ Ասա։ Պապ, ոչ մի կարևոր թուղթ էլ չբերեցի։ Հա, այսօր էլ չեմ բերի։ Այսինքն, Մոռացել էի ասեմ, որ պայմանավորվել ենք հետո կբերեն։ այդ դեպքում ես ինչի եմ նստել տանը։ Ես հեսա գալիս եմ։ Բան է եղել, պապ։ Չէ, գալիս եմ տուն։ Կներես, բայց ես հիմա այդ թույլ ու անթև Նարեն եմ, որովհետև այս պատմության մեջ ես ոչ մի երկ չեմ տեսնում, որովհետև ընդամենը երկու տարբերակ կա, կամ ես պետք է ընդունեմ, որ ամեն օր դանդաղ մեռնում եմ, կամ պետք է ընդունեմ, որ խաղասեղանին բացի ինձանից ուրիշ մարդիկ կան, ովքեր որ վտանգի մեջ են։ Ու ես ոչ մի բանով չեմ կարողանելու իրենց օգնել։
ես անում սեղ։ Նույն պատճառով եմ եկել։ Դու լավ չես հասկանում։ Ինչա ուզածդ։ Ես քեզ ասել էի, չէ՞, որ հստակ ինֆորմացիա ունեմ, որ հորիցս մենակ դու ես տեղյակ։ Մտածում եմ, ես մի օրը կմտածես, կհասկանաս, որ ինձ պիտի ճիշտը ասես։ Բայց համբերությունս չի Երիկի։ Ինչեր ես խոսում։ Ինչ տեղյակ։ Ես ոչ հորը տեղը գիտեմ, ոչ էլ ցանկություն ունեմ իմանալու։ Դու ավելի լավ է դուրս արի ստեղից ու մի օգտվի առիթից, որ պապի տված խոստումս դեռ պահում եմ, հեռու մնա իմ ընտանիքից։ Այսինքն հորս չես տեսել։ Չեմ տեսել։ Բա ինչ անում հորս ժամացույցը մոտդ։ Ինչ չի թվում, որ նա վեր է ուղարկել քեզ։ Չէ՞։ Կամ եթե թեկուզ նվեր է ուղարկել, ուրեմն կապ ունեք իրար հետ։ Ուրեմն տեղյակ ես հորիցս։ Այդ ժամացույցը ես գիտեմ, որ քո մոտ է։ Ու այդ այն ժամացույցն է, որ հորս մոտից երբեք չի բացակայել։ Նենց որ հիմա ասա հերս ուրա։ Հասկանում ես, չէ՞, որ եթե վստահ չլինեի, որ հորիցս տեղյակ ես, չէի գա հասնի մոտդ։ Իսկ ով է ասել, որ հորդ ժամացույցը մոտս է։ Ես եմ տեսել։ Որտեղ։ Ինչ կարևոր է որտեղ։ Ասում ես եմ տեսել, դու էլ չես հերքում։ Հարցից պատասխանի։ Այդ դու իմ հարցին երբ պատասխանեցիր, որ ինձնից էլ պատասխան ես սպասում։ Դու ովոքիկ ես։ Ովոքիկ ես։ Ու ինձ հետ խոսելու ընթացքում տոնդ փոխի։ Ես քեզ մի անգամ ասել եմ, որ էլ այն տարիքում չեմ, որ հետս տենց խոսաս, ես էլ գլուխս կախ լսեմ քեզ։ Ինչ էլ ասես կամ անես, ավելի վատ պատասխանը կստանաս։ Դրա համար ավելի լավ է հիմա հարցիս պատասխանես։ Ինձ իմ հերն է պետք։ Ու հիմա ինչքան երկար իմ հարցերին չպատասխանես, այդքան կասկածս մեծանալու է, որ հորիցս տեղյակ ես։ Ինչի՞ չես պատասխանում հարցիս։ Եթե քեզ այդքան հետաքրքիր է, թե այդ ժամացույցը ոնց է հայտնվել մոտս, ուշադիր լսի կասեմ, որ հենց այնց ենթադրություններ չանես։ Քրոջս սենյակից եմ գտել։ Հենց այդ օրը։ Ասում ես երեխա չեմ։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞։ Ինչ նկատի ունեմ։ Այդ ժամացույցը ոնց է հայտնվել մեր տանը։ Հա? Հասկանում ես։ Մարգարիտ հոր։ Ու այդ ժամացույցը ես պահելու եմ ինձ մոտ։ Ոչ մեկի չեմ տալու, որ ամեն անգամ այդ ժամացույցին նայելիս հիշեմ հորդ։ Հիշեմ հորդ, թե ինչ կարգի մարդ ա եղել, որ կամ ընկեր, որ թքեց տանս վրա։ Իսկ ինչ վերաբերում է հորդ հետ կապ պահելուն, տղա, ես այդքան արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեմ։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում հերդ, ոչ էլ ցանկություն ունեմ իմանալու որտեղ է, ինչա, ողջ թե մեռած։